Ես այսօր պետք է կարդամ առակած գրքից, որ նաև Աստծո հավատքը ինչ է կարողանում անել։ 24:16 Ուշադիր լսեք։ Վասնզի արդարը թեև 7 անգամ ալինա, պիտի կանգնի։ Սիրելիներ, Աստծո խոսքն ասում է, վասնզի արդարը թեև 7 անգամ ալինա, պիտի կանգնի։ Մենք գիտենք, որ մարդը Աստծո առաջ արդարանում է հավատքով եւ ոչ թե իր սարքած հավատքով, մարդկային իմաստության համոզիչ խոսքերի, հապա Աստծուց ընդունած հավատքով, որը ծնվել է Աստծո խոսքից, ինքը լսել է Աստծո խոսքը, ընդունել է եւ այդ խոսքից ծնվել է այդ հավատքը։ Այսինքն Աստծո հավատքը բոլոր վիճակներից մարդին բերում է Աստծուն։ Այդ մարդը ինչի մեջ է ընկել, նա եթե իր մեջ Աստծո հավատ կա, չի կարող դրա մեջ ապրել, նա պետք է Աստծո գիրկը գա, որ հանգստանա։ Սա Աստծո հավատքն է։ Մարդ, որ հավատում է մեղքին, մինչև այդ մեղքը չգործի, չի հանգստանում։ Եթե Աստծո հավատքն է, մեղքի հավատքը չի, Աստծո հավատքն է իր մեջ, այդ հավատքը իրան բոլոր վիճակներից բերում է ուղիղ Հիսուսի գիրկը։ Եվ այնտեղ է ինքը ուրախանում։ Որն է այդ հավատքի արդարությունը։ Մենք կարդում ենք, որ Աբրահամ հավատքով արդարացավ Աստծո առաջ եւ հավատքը գործեց։ Մնացածը հավատքի գործ էր։ Եթե նա տարավ Իսահակին զոհելու, հավատքի գործ էր։ Այսինքն հավատքը կատարյալ է դառնում գործերով։ Այո, եթե Աստծո հավատքը կա, անպայման նա գործում է։ Իր գործը ունի։ Եթե գործը չկա ու մարդ իրան մխիթարում է, թե հավատքով փրկված է, ուրեմն սա սուտ է, իր սարքած հավատքն է։ Աստծո հավատքը ունի այն գործերը, որը մարդը չի կարող անել։ Օրինակ մարդը չէր կարող Իսահակին զոհել, բայց Աստծո հավատքը հավատաց, որ Աստծո ասածը ճիշտ է։ Եթե Տերն ասե, ուրեմն սրա մեջ մի բարի բան կա, եւ Աստված կարող է քարերից էլ Աբրահամի որդիներ հանել։ Վերջ Տերը մի ծրագիր ունի, եւ պետք է կատարվի այդ ծրագիրը։ Այս է Աստծո հավատքը։ Եվ մենք տեսել ենք, որ անգամ շատ Աստծո մարդիկ ընկել են տարբեր վիճակների մեջ։ Ուրեմն ինչ է նշանակում այդ արդարությունը հավատքի։ Ուշադիր լսեք, սիրելիներ։ Օրինակ ո՞նց եղավ, որ Մաքսավորը արդարացավ։ Հիսուսն ասել, չէ՞, Մաքսավորը ավելի արդարացած գնաց իր տունը։ Այսինքն արդարը, այս արդարությունը մի րոպե ոնց արդարացավ։ Մարդիկ 10 տարի աղոթում են, չեն արդարանում։ Թողել են աշխարհը, սարերուն ճգնում են, լա արդարությունը չկա։ Այս մարդը ոնց արդարացավ։ Խաչի վրայի ավազակը ոնց մի րոպեում արդարացավ, մի քանի րոպեում, ոնց։ Սիրելիներ, այդ տեսեք որն է Աստծո առաջ քո արդարությունը։ Այն ինչ որ քո սարքածը բերել ես, էսի կեղտոտությունը Աստծո առաջ եւ չի կարող Աստծուն հաճեցնել։ Ուրեմն Աստծո առաջ մարդը միայն այս վիճակով է արդարանում, այս հավատքով, այս փոփոխությունով։ Մաքսավորը տեսեք ինչ էր աղոթում. ողորմի ինձ մեղավորիս։ Այսինքն ես մինչև հիմա մեղքին եմ ծառայել, հիմա քեզ եմ ուզում։ Մի մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել։ Մեկին պետք է այո ասի, իսկ մյուսին ոչ։ Սիրելիներ, եթե դու մեկին չես հավատում, կարող ես այո ասել։ Եթե դու իրան չես վստահում, դու կարող ես համաձայնություն տալ։ Չես կարող։ Ուրեմն եթե մեկին դու հավատում ես, այո ես ասում, նշանակում է նրա հակառակորդին էլ չես հավատում, դրա համար ես ոչ ասել։ Սա հավատք է։ Սա հավատք է։ Սա մարդի իմաստության հավատքը, սա Աստծո դրած հավատն է։ Առանց այս հավատքի դու չէիր կարող Հիսուսին այո ասել։ Այս հավատքը, որ դու մերժել ես մեղքի կյանքը եւ դու խոնարհվել ես Տիրոջ առաջ, ուշադիր լսեք։ Այս հավատքը քո արդարությունն է Աստծո առաջ։ Ես գիտեմ միտք առակ թե ոչ։ Այսինքն Տերը նայում է, դու շատ մաքրվելու տեղ ունես։ Դու շատ աճելու տեղ ունես։ Դու շատ տկարություններ ու թերություններ ունես, որ պետք է բժշկվես, բայց որ դու իրան այո ես ասե, հավատում ես, որ ինքն է ամեն բանի մեջ, մերժել ես մեղքի կյանքը, հինը, քո ներսի բնույթը մերժում ես, որտեվ չես հավատում իրան, դու Հիսուսին ես հավատում, այս հավատքը քո արդարությունն է Աստծո առաջ։ Եվ դրա համար խաչի վրայի ավազակը, տեսեք սիրելիներ, իր մեջ ոնց ծնվավ այս հավատքը, նա լսեց Հիսուսի խոսքերը, նրա աղոթքները, նրա բառերը, հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից նա լսեց, եւ երբ որ նա ուշադիր լսեց, իր մեջ ծնվավ այդ հավատքը։
Եվ երբ որ ծնվավ, տեսեք այդ հավատքը ինչ ասեց Հիսուսին. Տեր, այդ Տեր։ Երբ որ քո թագավորությունով գաս, ինձ էլ հիշի։ Այսինքն հայր մեր աղոթն արեց խաչի վրա ավազակը։ Քո թագավորությունը թող գա, եւ դու ես Տեր, այսինքն քո կամքը լինի։ Հիմա ինձ երկար չարտասանեց ինքը հայր մեր աղոթքը չգիտերել։ Բայց այդ հոգին իջավ իր վրա, որովհետև ինքը այդ հավատքով Հիսուսի անունը կանչեց։ Այսինքն քո թագավորությունը գա։ Այսինքն մինչև հիմա իմ մեղքի թագավորությունն ա եղել։ Ես մերժում եմ քո թագավորությունով որ գաս, ինձ մի մոռացի։ Ես քո թագավորությունն եմ ուզում։ Այս հավատքը արդարությունն էր ավազակի եւ ավազակը գնաց դրախտ։ Փարտիրոջը։ Հիմա այս հավատքով ապրող մարդը, ասենք եթե խաչի վրայից հնարավորություն տրվեր ավազակը իջներ, ել չէր գնա իր ավազակ ընկերներին ման գար, նա կգնար ու կխառնվեր Հիսուսի գառներին, որտեղ իր հավատքը փոխվել էր արդեն։ Հիմա նա կատարյալ չի, կարող է սայթակեր նորից ընկներ մեղքի մեջ, բայց նա չէր կարող այդ մեղքի մեջ ապրել, որտեղ նա հավատում է Հիսուս Քրիստոս կյանքին, այդ հավատքը պետքա բերի իրան։ Դրա համար գրած է, արդարը եթե 7 անգամ էլ ընկնի, նա նորից պետք է կանգնի։ Մենք տեսնում ենք, որ շատ Աստծո մարդիկ սայթակումներ ունեցան։ Օրինակ Դավիթը սայթակեց, ընկավ մեղքերի մեջ, բայց ինքը չկարողացավ շարունակել այդ մեղքի կյանքը ապրելու։ Իրան ներսի հավատքը իրան ում բերեց Քրիստոսին։ Բերեց Տիրոջը։ Սավուղն էլ ընկավ, բայց նա հարատևեց մեղքի մեջ։ Դրա համար սիրելիներ, շատերը Եբրայեցի 10-րդ գլխի 26 համարը որը գրված է, եթե մեկը ճշմարտության գիտությունը ընդունելուց հետև ամեն բանի համառնելուց հետո կամավ մեղ գործելու ըլա, ալանկե ետև ուրիշ զոհմը չի մնար, հապա զարհուրելի սպասել դատաստանին։ Շատերը, որ սայթակում են, այս համարի տակա սատանան տանում մցնում, ասում է էլ ուրիշ զոհ չկա, Հիսուսի արյունն էլ քեզ չի կարա մաքրի, որտեվ դու ես բոլորի համն առել ես, հիմա էլ մեղքի մեջ ես ընկել։ Ոչ, սրա չի վերաբերվում դա։ Ուշադիր լսեք։ Այդ համարը կատարվելու է, բայց ոչ սրա վրա։ Որտեվ գրված է, եթե մեկը կամավ մեղ գործելու ըլա։ Կամավ մեղքը ո՞րն է։ Այսինքն էդի չի, որ ես գիտեմ եսի մեղքեր ու ընկա մեջը։ Սա չի։ Այսինքն կամավ մեղ նշանակում է, ես համաձայն եմ այդ մեղքի հետ, դրա համար եմ էթում դրա մեջ։ Բայց եթե դու համաձայն չես, սա սայթակում է, ուրեմն Հիսուսի արյունը կարող է քեզ մաքրել։ Թող սատանան քեզ չխապի այդ ստախոսը, Հիսուսի արյունը կարող է քեզ բժշկել։ Բայց եթե դու այդ մեղքի հետ համաձայն ես, ինչի ես համաձայն, որտեղ դու հավատում ես, որ դրա մեջ քո ուրախությունը կա, կյանքը կա, դրա համար ես համաձայն։ Ուրեմն դու Հիսուսին հլա այո չես ասել։ Այդ հավատքի ակտը չի կատարվել քո մեջ։ Դրա համար էլ դու չես կարող արդարանալ գիշեր ցերեկել որ աղոթես, չես էլ մաքրվի, բայց երբ որ դու ընդունում ես Աստծո խոսքը ու մեղքի կյանքին ոչ ես ասում, Հիսուսին այո ես ասում, նշանակում է սիրելիներ, ել դու հոժար չես մեղքին, դու մի Տիրոջը մերժել ես, մյուս Տիրոջն ես այո ասել։ Այս հավատքն է քո արդարությունն ու սրբությունը, սա միայն քեզ կարող է մաքրել։ Այս մարդը կարող է սայթակին գնի, բայց իր համար տհաճ է, ընկելացեղը, ասում է Տեր, մաքրի, այս ցեղերը մաքրին վրայից, զզվելի է ինձ համար, ես չեմ կարա սրա մեջ հանգիստ քնեմ։ Հավատքի վիճակն է, որ ես մեկին այո եմ ասեմ, մյուսին ոչ, իսկ ծածկված վիճակը, մյուսը ծառա վիճակը, որ մարդը ծառայում է մեղքին, հոժարա որտև ինքը հավատում է, որ դրա մեջ կյանք կա։ Ես հիշում եմ, այս օրինակը շատ եմ ասել, մի քույրիկի այցելել էինք եւ եկեղեցին իրան մեղքի պատճառով պատժել էր։ Հիմա այցելել ենք, որ հորթորենք ինքը չհուսահատվի, չեն կղմվի։ Հիմա այս քույրիկը ողբով, լացով, ոչ թե լաց, այլ ողբ։ Այսպես աղաղակում է։ Հələ չենք աղոթում, մենք նստած ենք, ինքը տես լացով խոսում է։ Ասում է եղբայրներ, ես չեմ ուզում այս մեղքը, բայց չեմ կարող ազատվեմ։ Այնց ողբով ասում, թող Տերը ների, մենք ասելու բան չունենք, այս քույրիկը ողբում է։ Ես իմ սրտի մեջ նենց ոնց որ նայի Տիրոջը, թող Տերը ների, ես ոնց որ մեղադրեի Տիրոջը, Տեր, դու այս քույրիկի արտասուքները չես տենում, ոնց դու չես ազատում այս քույրիկի մեղքից։ Դե սրտեր քննողը Տերն է, մի անգամից ինձ պատասխան եկավ։
հայտնվեց Աստծո խոսքը։ Անսպասելի էր։ Եվ այսպես էր Աստծո խոսքը։ Իսկ ինքը չի ուզում, որ ես իրան ազատեմ։ Այ քեզի բան։ Դե ես սիրտը չեմ տենում, սիրտը տենող Աստված է։ Այսինքն ինքը համաձայն է այդ մեղքի հետ, ինքը դրա ծառան է, ինքը հավատում է դրան, ինքը դրա մեջ տեսնում է իր կյանքի քաղցրությունը, ինքը չի ուզում, որ ես ազատեմ։ Շատ հստակ էր պատասխանը, երևույթը ուրիշ էր, Աստծո պատասխանը ուրիշ էր, բայց ես իմ մեջ տեղավորվավ Աստծո պատասխանը, քույրիկ ջան, հերիք ալացես։ Ես արդեն սառը վերաբերվա, զարմացավ թե ոնց եմ տենց ասում, ասի հա հերիք ալացես, դու չես էլ ուզում, որ Աստված քեզ ազատի։ Ես արդեն առել եմ Տիրոջից։ Ավելի ցերեկցեց, այդ ինչ ես ասում, եւ այլն, ասի չես ուզում, քույրիկ ջան, չես ուզում։ Մի տարբերություն կա քո եւ իմ մեջ կամ մյուսի մեջ։ Այդ ոնց Աստված ինձ ազատեց, քեզ չի ուզում ազատի, աչառություն անում Աստված։ Ոչ։ Պողոս առաքյալին ուզեցավ ազատել քեզ, ոչ։ Ուրեմն դու չես ուզում։ Վերջացավ։ Եվ իրոք մի քիչ հետո ինքը խոստովանեց, ասեց հա, ես չեմ ուզում դրանից ազատվեմ, հələ ես սիրում եմ այդ մեղքը։ Դե հավատում է, չէ՞ որ սիրում է։ Հավատում է, որ այս ջուրը խմելու է, դրա համար է խմում։ Որ հավատա, որ էսի կեղտո ջուրա ցանկություն կառաջանա, չի առաջանա։ Սիրելի եղբայրներ, քույրեր, խոսքս մանավանդ վերաբերվում է երիտասարդներին։ Սուրբ Հոգին այս բժշկությունը հենց հիմա անում է քո մեջ։ Ընդունում ես Հիսուսի անունով, թե ոչ։ Թող տեղավորվի, թող այդ քարը դրվի հավատքի քո մեջ եւ դա է քեզ պահելու հավատարիմ մինչեւ վերջ Հիսուսի ոտքերի մոտ։ Ինչն է մեզ պահում մինչեւ այսօր Տիրոջ ոտքերի մոտ։ Ես խոստովանում եմ, իմ ուժերը տարիներ առաջ արդեն սպառվել են։ Տիրոջ ոտքերի մոտ պահում է այն հավատքը, որը ծնվել է Աստծո խոսքից։ Նրա զորությունն է պահում, որ ես չեմ կասկածում Հիսուսի սիրո վրա։ Ես չեմ կարող գնալ Փարքիրան, հենց կասկածեցիր դու կթողես Հիսուսին, բայց Աստծո հավատքը իր մեջ կասկած չի պարունակում։ Փառք Տիրոջը։ Ուրեմն սիրելիներ, Աստծո հավատքը, երբ որ մարդը հավատում է, որ իր կյանքը Հիսուսն է, կարող է սայթակին գնի, բայց նա չի կարող շարունակել։ Այդ հավատքը նորից իրան բերում է Քրիստոսին։ Սամսոնը Աստծո օծյալն էր։ Եվ մենք գիտենք, որ ինքը ընկավ։ Եվ շատ ծանր մեղքերի մեջ ընկավ։ Բայց ինչ կատարվավ Սամսոնի հետ։ Ինչի ինքը նորից չուզեց շարունակվի դա։ Ինչու սիրելիներ։ Եվ իր աչքերը հանեցին եւ իսկին ծաղր անել։ Բայց տեսեք հավատքը, տեսեք Սամսոնի մեջ վիճակը փոխվել էր։ Աստծո զորությունն էլ էր գնացել, Սուրբ Հոգին գնացել էր, էլ զորություն չկար, այդ օծությունը իրանից գնացել էր, բայց իր ներսի հավատքը մնացել էր Տիրոջ վրա, նա Աստծո ներկայություն չէր զգում, նա զգում էր տառապանք, ցավ, ծաղրանք, թշնամու հալածանք, սատանայի հարձակում էր զգում, բայց իր ներսի հավատքը նորից աղաղակ բարձրացրեց, իրան բերեց Տիրոջը, ինձ մի անգամ էլ հիշի Տեր, եւ ինչ է կարծում, Տերը լսեց նրան թե ոչ։ Եվ Սուրբ Հոգին իջավ նրա վրա, հագավ Սամսոն այդ զորությունը նորից, կյանքը լցվավ իր մեջ։ Ինչի էս կյանքը Սավուղի մեջ չեկավ, Սավուղն էլ էր ընկել, որտեղ Սավուղի հավատքը իր այդ շահի մեջ էր, իր փառքի մեջ էր, բայց Սամսոնի հավատքը, թեկուզ նա ցանկությունից էր ընկել, բայց ցանկության մեջ չէր, Աստծո նա խափնվել էր։ Նա ընկել էր, այս անգնել է նշանակում, եւ այս հավատքը նորից Սամսոնին բերեց Տիրոջ, եւ առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Վիճակին նայելով նա հաճելի չէր Աստծուն, բայց հավատքին նայելով նա հաճելի էր, ու Տերը լսեց Սամսոնի աղոթքը եւ Սուրբ Հոգին իջավ նորից նրա վրա, եւ Սամսոնը փրկվավ սիրելիներ։ Փառք Տիրոջը։ Դուք միտք առնում եք, թե Աստված ինչ գանձ է դրել մեր մեջ։ Աստծո հավատքը բոլոր վիճակներից մարդին բերում է Քրիստոսին։ 7 անգամ էլ ընկնի, այսինքն ինքը չի համաձայնվի, ինչի մեջ որ ընկել է նրա հետ ապրի, նա նորից Քրիստոսի երեսը պետք է փնտրի, մինչև որ գտնի նոր հանգստանա։ Հովսեփը ինչի փախավ, երիտասարդ էր, ինչի փախավ երիտասարդական ցանկություններից, ինչի ով էր կողքը կանգնած, ասեց Հովսեփ փախի։
Սիրելիներ, ով ասեց Հովսեփ չի կարելի, փախի շուտ արա։ Ուրեմն ինչի փախավ։ Իր ներսի հավատքի օրենքը մերժում էր մեղքի կյանքը, նա որ հավատար այդ մեղքի կյանքին, նա չէր կարա փախներ, ուրեմն ինքը չէր հավատում, դրա համար փախավ։ Թող փառավորվի Հիսուսի անունը, փառտվեք Տիրոջը։ Այո, ով որ այս հավատք ունի, նա փախնում է մեղքից, ոչ թե չի կարելի, այլ զզվելի է։ Մեղքը իր համար փողոցում ընկած միած սատկած շամպես է, նա որ տեսնում է, պետք է փախնի, ճանապարհը պետք է թեքի, բայց չի կարելի, հարցը չի, որը մեկը չի ասում, գիտես, չի կարելի, ըստ սատկած շունը հանգարց չկպնես, չի կարելի։ Ասես մեկը չի ասում, ուզում ես գնա կպի, վերցրա քո տունը տար, բայց քո ներսի կյանքի օրենքը, հավատքի օրենքը մերժում է, զզվելի է իր համար, տհաճ է, մեղքը այսպես է դառնում Աստծո հավատքով ապրող մարդկանց համար։ Փառք Տիրոջը։ Այստեղ էլ օրենքն էլ է վերանում, ցուցակներն էլ են վերանում, հայտնվում է կյանքը։ Իսկ եթե կա կյանք, էլ օրենքի կարիք չկա, օրենքը կատարվում է արդեն։ Թող փառավորվի Հիսուսի անունը։ Ինչ մեծ է մեր Տերը, ինչ շինարարություն անում։ Ես մի պարզ, իհարկե իմ չափով տեսնում եմ եւ հասկանալի է, որ Հիսուսն ասեց. ես պիտի շինեմ։ Ինչ հզոր է Տիրոջ շինությունը։ Եվ երբ որ ես շինեմ, ամբողջ դժոխքն էլ որ հարցակվի, չի կարող քանդել։ Այո, այս շինարարությունը ում մեջ որ կա Հիսուսով, նկատած կլնես, վիճակից էլ ես ընկնում, տխրությունն էլ ապատում, ամեն ինչ լում է, բայց չես կարող Աստծուց հեռանաս, հավատքից չես կարող ընկնես, այդ ներսի շինությունը չի քանդվում, ինչքան էլ պրոբլեմը ցավը սաստիկ լինի, ներսից սաղ քո այն ոգևորությունը քանդվում է, այլ լավ է որ քանդվում է, թող քանդվի։ Բայց ներսի կառույցը Սուրբ Հոգու արած չի քանդվում։ Էդի է քեզ պահում հավատքի մեջ։ Փառք Հիսուսին։ Դրա համար ես պիտի այդ շինարարությունը գնում է, սիրելի երիտասարդներ, փափագեք որ տունն էլ շարունակվի եւ Աստծո հոգիով այս կյանքը ձեր մեջ կառուցվի։ Եվ այս ժամանակ դուք կարող եք հայտարարել ես ազատ եմ։ Այս է ազատությունը։ Այս Աստծո ազատությունն է։ Մենք տեսնում ենք։ Ես եղբայրներից եմ լսել եւ միաբան եմ։ Ես ասում եմ Տիրոջ անունով, եղբայրների անունից մենք տեսնում ենք, որ Հայաստանում կառուցվում է եւ շարունակվում է այդ կառույցը եկեղեցու կառուցվում է եկեղեցի, այսինքն եկեղեցին կար, այդ կառույցը շարունակվում է, որ պետք է հաղթական, հաղթած, մեղքին ու սատանային հաղթած երիտասարդություն եկեղեցի պետք է լինի։ Փառք Տիրոջը։ Ոչ թե սվաղած, ինչ որ բաներով իրան ծածկած, հապա հաղթած, ազատ, եւ պետք է փայլ, այդ դա է աշխարհի լույսը։ Եվ դա է աշխարհի աղը, եւ այդ եկեղեցին է Տերը կառուցում ու պետք է բարձրացնի ու բարձրացնում է։ Մենք նախանձավոր ենք այդ եկեղեցուն։ Դա է եկեղեցին, որը ունի հաղթություն, Գողիաթից չի վախում, նա կողկրտելով առաջ է գնում Հիսուսի անունով։ Հին մարդին չի հանձնվե, հին մարդից է ազատվե եւ կողկրտելով առաջ է գնում։ Մենք տեսնում ենք այդ եկեղեցին Հայաստանում, որտեղ դա Տերն է շինել։ Դրա համար ինչքան փոթորիկներ, քամիներ խփեցին, բայց այդ եկեղեցին չքանդվեց, որտեղ ես պիտի շինեմ, դա Տիրոջ շինությունն է։ Ինչ էլ որ քանդվեց, ես փառք եմ տալի Աստծուն, փառք եմ տալիս իրեններ, որտեղ ես հաստատ գիտեմ, Հիսուսի շինածը չի քանդվի։ Ուրեմն դա ես էի շինի։ Լավ է որ քանդվավ։ Քանդվավ, որ Աստծո շինած է երևա, ընտիրը Աստծո շինածն է, որպեսզի մենք մեր հայացքը կտրենք այդ բոլորից եւ Աստծո շինածին փափագենք, որ այդ շինարարությունը մեր մեջ լինի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մի խոսքով ասած ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ իր հունով է թվում։ Մի ժամանակ ես հիշում եմ, որ այդ փլուզումները եթում էր, վազում ենք, վայ, այս պատը փլվում է Տեր, հիմա ինչ բաներ ենք տալի, սյուներ ենք տալի, ինչեր ենք տալի, մի 10 հոգի կանգնացրել ենք, պահում են, հնար չկա փլվում է։ Սուք ենք ապրում, վազանք են պատն է փլվում։
Հետո տեսանք, որ պահենք չպահենք փլվում է, նայեցինք դեր էս ինչ է կատարվում, հետո տեսանք, որ ինչ լավ է որ փլվում է։ Հետո ես այդ պատերը պահում, դերը հենց ուզում եք հանդենց։ Այդ դրանք որ քանդվեցին, երևաց Աստծո շինած այդ ընտիրը։ Թեկուզ կարողա քիչ էր, բայց ընտիր էր։ Մեր սարքած պատերն էլ այնքան էր բարձրացել, սա ծածկել էր Աստծո սարքածը։ Սա մարդիկ գիտեն թե էսի է, բայց Աստված որ քանդեց, ընտիրը երևաց։ Այս հաղթական կյանքն ընտիրը, Քրիստոս կյանքը։ Այսի ընտիրը, այսի փափագեք։ Եվ ով որ ծառավ է այս ջրին, ես պետք է տամ նրան, թե չէ ինչքան ջրեր էր բացվել եկեղեցու մեջ։ Եվ քանի որ եկեղեցու մեջ էր, արդեն խմում էին մարդիկ, ասում են եկեղեցու մեջ է, Հիսուսի անունն ա վրեն գրած, դի խմենք։ Եվ Աստված ուզեց որ քանդի, որպեսզի մնա մի աղբյուր, որը դրել է Տերը, եւ դա մեր Տեր Հիսուսն է։ Հալելույա նրան։ Փառավորվի Հիսուսի անունը։ Փառք իրան սիրելիներ։ Դրա համար Հիսուսն ասել է, եթե հնարավոր է, ընտրյալներն էլ կարող է մոլորվեն։ Այսինքն կարող է մեկ իմ աչքին մեծ հոգևոր էր, ընտրյալ էր, բայց եթե նա իր սրտի խորքում ծրվել է Աստծուց, այո, նա էլ կարող է մոլորվել։ Ու մի զարմացի։ Ուղղակի արթուն եղի, որ էդի քեզ էլ չբռնի։ Ցավով նայի, չեմ ասում դատի։ Ցավով աղոտ կարա, բայց արթուն եղի։ Դու եկել ես Հիսուսին պաշտելու։ Սիրելներ, եւ ես ուզում եմ ուղղակի միջանկյալ, որ այդ խոսակցությունն է գնում, մի կարևոր, չնայած եղբայրներս մասին շատ են խոսացել, ես էլ որպես շարունակություն ուզում եմ փոխանցել ու շատ էլ լսեք։ Այս վերջերս հանդիպել էի մի եղբոր, որը այդ մոլորության, այդ բաժանության ալիքը այսպես զարկել էր, մեզ եղբայրը շփոթված չգիտի որտեղ գնա։ Իմի ես ինչ ասեմ, ասեմ եղբայր ջան, այնտեղ մի գնամ, արի մեր մոտ, չի կարելի։ Չի կարելի գիտեք ինչ իմաստով, այսպես ուղիղ ասելը, ես տեսա, որ այդ եղբորը հասանելի չի։ Ու իմ լեզուն էլ չէր բռնում ասելու։ Ու իրոք ես այդպես չի ուզում ասեի։ Եվ այս եղբորն ասի եղբայր ջան, այդ եղբայրների մասին լեզուս չի բռնում բան ասեմ դրանք, վերջ մենք հարազատ ենք եղել։ Իմի ինչ որ այ Աստված է դատավոր, մենք ես իմ լեզուն չի բռնում բան ասեմ, բայց ես մի բան եմ քեզ ուզում ասել։ Էդի ասում եմ հիմա բոլորիս։ Դու ճանաչում ես Քրիստոսի հոգին։ Ավետարանի հոգին ճանաչում ես։ Շատ կարևոր է հոգին ճանաչել։ Դրա համար Սուրբ գրքում այդպիսի պարգև կա Սուրբ հոգու, հոգիների ընտրություն, հոգիների զանազանություն, այսինքն ընտրել, զանազանել, էսի Աստծո հոգին է, թե ուրիշ հոգի է, որտեղ Սուրբ գրքում կա գրած ուրիշ հոգի։ Այսինքն խոսքից չես կարա զանազանես, որ սա Աստծուց էր, թե ոչ, որտեղ խոսում է Աստծո խոսք։ Եղբայրը հիշում եք երեք ասեց, Սատանան որ եկել էր Հիսուսի հետ խոսալու, թևի տակ ինչն էր դրել։ Աստվածաշունչն էր դրել։ Ուրիշ փիլիսոփայական գրքեր չէր բերել։ Աստվածաշունչը դրել եկել էր կռիվ անելու, փորձության։ Հիմի հասկանում եք, խոսքից չես կարա։ Սատանան խոսում էր Աստծո խոսք, բայց ինչ հոգով էր խոսում։ Ուրեմն խոսքը Աստծունն է, բայց հոգին ուրիշ է։ Դիվական հոգի էր։ Հասկանում եք, Քրիստոսի հոգին չեն ճանաչում ուղեղով, հասկացողությունով։ Քրիստոսի հոգին ճաշակածներն են ճանաչում համից, հոտից, իրա տված պտուղներից։ Ասի հարց եմ տալի քեզ։ Ասենք իմ մասին քեզ ինչ որ ասել են։ Լրիվ ընդունենք ճիշտ են ասել։ Լրիվ ճիշտ է, մի տար անգամ սխալ չի, բայց հարց եմ ուզում տամ, որ դու այդ բոլորը լսել ես, ինչ առաջացել քո մեջ։ Առաջացել է իմ նկատմամբ սառնություն, չէ՞։ Սեր առաջացել, չէ, բա ինչ առաջացել։ Սառնություն, ատելություն, բաժանություն։ Էսի Քրիստոսի հոգին չի։ Այո, ինքը ճիշտ է ասել, բայց Քրիստոսի հոգով չի ասել։ Եթե Քրիստոսի հոգով լներ, քո մեջ կառաջանար հարազատություն, ցավ, կասեիր ախպերս վիրավորվել է, ոնց անեմ նրան օգնեմ։ Բաժանություն չէր առաջանա, հարազատություն կառաջանար, մեկություն, սեր, քաղցրություն, այս սա է Քրիստոսի հոգին։ Դու ճանաչում ես Քրիստոսի հոգին։ Ուրեմն ես չեմ ասում, ստե գնա թե այնտեղ գնա, եթե դու ճանաչում ես Քրիստոսի հոգին, ուրեմն մտի այդ հոգու կյանքի մեջ։
Եվ այնտեղ կան մարդիկ, որ այդ հոգով են ապրում։ Թող փառավորվի Հիսուսի անունը։ Ասենք դպրոցա, քրիստոնեական դպրոցա։ Ասում ենք ամարտ, այս քո դպրոցի այս քո ուսանողները էս ինչ դառան, սա ամբարտավան դառան, հպարտ։ Ասում եմ, ես Աստծո խոսք եմ սովորացրել, խո չեմ ասել հպարտացեք։ Այո, եղբայրը սովորացրել է Աստծո խոսք, բայց մարդիկ սովորան դառան ամբարտավան։ Էս ինչ հոգի է։ Ուրեմն խոսքը Աստծունն է եղել, բայց հոգին Աստծունը չի եղել։ Եթե Աստծունը լիներ, այդքան էլ խոսքի ճոխություն չի լիներ, նրանց մեջ խոնարհություն, հնազանդություն եւ կյանք էր կառուցվելու։ Սա է Քրիստոսի հոգին։ Միտք առնում եք ինչ եմ ասում, սիրելիներ։ Նայում ես մարդ կա կարող է այդքան գիտություն չունի, բայց մեջը կյանք կա, սա է Քրիստոսի հոգին։ Եվ եղել են շատ քույրիկներ, անգամ տարեց քույրիկներ, որ այդքան գիտություն չունեն, որ ասես սեր ինչ բանա չի կարա բացատրի։ Շնորհքով փրկությունը ինչ բանա օրենքի տակ լինել, շնորհքի տակ չի կարա, սրանք ինքը չի կարա բացատրի, բայց իրա մեջ կյանք կա։ Եվ քույրիկն ասում եղբայր ջան, լրիվ Աստծո խոսքից խոսացին, ասում լրիվ Աստծո խոսքեր։ Մի հատ բառ ես չիմացա, որ ավետարանից չէր, բայց ինչի հոգիս չընդունեց, այդ չհասկացա, հարազատ չէր ինձ։ Հիմա ինքն է վատ ազգում, մարդ ասում Աստծո խոսք ասեց, բայց խի հարազատ չի ինձ, խո մեղ չեմ գործե։ Ուրեմն Աստծո խոսքը մատուցվել է ուրիշ հոգով, դրա համար իր հոգուն հարազատ չի եղել։ Ինքն էլ որ անկեղծ ասում պաշտում, եւ ինքը Քրիստոսի կյանքի համը ճաշակած է, տենում է Աստծո խոսքը, բայց այդ համը չի տալի, ասում է չէ, էսի էնի չի։ Ճիշտ ես ասում, բայց էնի չի, այդ համը ուրիշ ասում է, էս ինչ հոգիս չի ընդունում։ Ու չի մոլորվե։ Բայց ինչքան այսօր շնորհքի, հավատքի քարոզիչներ, մի ատալիքը խփում է, տեսար հասվում, որ ես իմ որ սարի գլուխը։ Որովհետև նա չի ճանաչել Քրիստոսի հոգին, նա նայում է գաղափարին, նա նայում է տառին, բառին, բայց հոգին ինքը չի ճանաչում։ Սիրելիներ, հետաքրքիր է, լավ բան է խոսվում այստեղ, բայց մենք չենք նայում, թե մենակ ինչ է խոսվում, մենք նաև ուշադիր ենք, թե ինչ հոգի է այստեղ գործում։ Այմա ես ասեմ, որ այստեղ Քրիստոսի հոգին է չէ։ Հիմա կարող է ոմանք ասեն ինչ գիտես։ Դուք եք խոսում դրա համար, ոչ։ Հիմա ես ասեմ, որովհետև լսողների մեջ տվել է հետևյալ պտուղները. քաղցրություն, հարազատություն, չէ՞, սեր, միաբանություն, այդքան կարող է ճոխ բաներ էլ չեն կարացի ասենք, բայց այս կյանքն է լցվեց իր մեջ։ Այս սա Քրիստոսի հոգին է։ Եթե մեկն էլ ամբարտավան էր, նա կոտրվել է։ Եթե մեկն էլ աշխարհասեր էր, մի զզվում արդեն, որտեղ հավատքի հրաշք կատարվավ իր մեջ։ Այս է Քրիստոսի հոգին է։ Փառք Հիմի կարող է սիրելիներ միտեղ էլ այնքան ճոխ լինի ամեն ինչ, բայց հարց առանց Աստծո էլ կարելի է ավետարան քարոզել եւ այլն, բայց մարդկանց մեջ եթե Քրիստոս կյանքը չի ձևավորվում, ուրեմն Քրիստոսի հոգին այդտեղ չի իջել։ Հիսուսի անունով մոլորվել են մարդիկ ուրեմն։ Որտեւ գրված է վերջի օրերի մոլորությունները իմ անունով գքա Հիսուսն ասեց։ Ուրեմն մենք չենք տարից ու բարից հասկանում, որ սա հոգևոր է թե մարմնավոր, Աստծո թե ոչ։ Իրա մեջ գործող հոգուց ենք հասկանում, իրա շնչից ինքը չի հասկանում, բայց մենք իրա հոգին հասկանում ենք։ Երբ որ Ռասիայի այդ բանում պաշտամունք էր լինում դալիճում սիրելներ տարիներ առաջ, հիշում եմ, դե բազմությունը հավաքվել են, հիմա միտեղ վեճ է գնում պաշտամունքի ժամանակ։ Հենց եղավ եղբայրները ինձ ասին գնա տես ինչ վեճ է տեղ։ Մի գնացի տնա մի հատ կին է եկել, այդպես աշխարհիկ լրիվ կերպարանքով, ասի չա պատահել, բա ես հարցեր ունեմ, ուզում եմ միկրոֆոնով ասեմ։ Ահա։ Ասի դեմ չեն քույրի ջան, բայց մի հատ մենք ուզում ենք լսենք քո հարցերը։ Հետո կնայենք, եթե հարկ կլինի, կասենք միկրոֆոնով։ Բա եղբայր ջան, դու գիտես, որ ինձ Հիսուսն է ուղարկել։ Ասի բան չեմ ասում, բայց Հիսուսի ուղարկած հոգին մի քիչ շանազան դառնում, ասի քույրիկ ջան։ Եթե Հիսուսն է ուղարկի, ուրեմն դու կարաս մինչև վերջ նստես։
որտեղ մենք Քրիստոսի հոգին ճանաչում ենք։ Եթե այդ հոգին է քո մեջ, ուրեմն դու կարաս խելոք նստես, որ քեզ տեղել չտան, էլի կարաս նստես։ Բայց եթե ուրիշ հոգի կա քո մեջ, ուրեմն դու եղբայր ինձ Հիսուսն է ուղարկել, ասի բան չեմ ասում, ես չեմ ասում Հիսուսը չի ուղարկել, ես ասում եմ Հիսուսի ուղարկածը մի քիչ խոնարհալու։ Հպարտ մարդին հաստատ Հիսուսը հոգևոր գործի չի ղրգի, թե կղրգի։ Հիմա քուրի ջան, ասում եք չամփերի, դե տեսա որ ես ճիշտ եմ ասում, ես հասկանում եմ, թե ինչա կատարվում, լռեց, բայց կեսից հելա փախավ։ Ուրեմն Հիսուսը չի ուղարկել, ուրիշ հոգի է, Հիսուսի անունով է եկել, բայց ուրիշ հոգի է իջած, արտակինը մի կողմ, արտակինի հարցը չի։ Արտակինը դրա հետևանքն է, սիրելիներ, էս ինչ հոգի է։ Բայց Քրիստոսի հոգով եկած մարդը էսպես է լինում։ Մենք նրա ձեռագիրը ճանաչում ենք։ Նրան, որ ընդհանրապես ուշադրություն էլ չդարձնի, նա դրան հետևում կմնա մինչև վերջ։ Ու ինքը Տիրոջ հետ է լուծում հարցը, ասում է՝ Տեր, դու ես ինձ ուղարկել։ Այո։ Դե դու էլ կարող ես ինձ առաջ տանել։ Մի որ դու ինձ չես բարձրացնում, ես ինձ ինչ բարձրացնեմ։ Այս է Քրիստոսի հոգին։ Ասում եմ, եղբայր ջան, ինչի՞ ես այս հարցով վիճում եղբայրների հետ։ Տերն է բացել, ես պետք է ասեմ։ Ասում եմ, Տերը բացել է, էդի իրոք Տերն է բացել, բայց Տերը քեզ ասել է, որ գնա վիճի։ Ես նախանձավոր եմ եւ պետք է առաջ տանեմ։ Էս ի՞նչ է մեր վիճակը, Աստծո խոսքը պետք է։ Եղբայր ջան, Տերը էդի բացել է առաջինը քո համար, բայց Տերը քեզ դեռ չի բարձրացրել, որ դու այդ բաները ասես։ Դրա համար էլ կռիվ անում։ Թեկուզ դու ճիշտ ես ասում, բայց էդի քո համար է բացել, որ դու խոնարհվես ու ապրես։ Երբ որ քո մեջ կյանք դարավ, արդեն Աստված քեզ կբարձրացնի։ Երբ որ Տերը քեզ բարձրացրեց, ինձ էլ կխոնարհացնի, կասի վրեժ եղբայր, ես եղբորը չարքել ես, էսի ես եմ։ Ահարոն եղբայր, դու հովիվն ես, բայց տես էսի Սուրբ Հոգին բարձ, արդեն Սուրբ Հոգին կդնի այդ մարդի մեջ ու Տերը կփառավորվի, էլ դու չես փառավորվի։ Եվ քո ասած խոսքն էլ շինություն կտա։ Բայց որ հիմա դու ես քեզ ուզում բարձրացնես, սա ուրիշ հոգի է։ Մի տրվի այդ հոգուն։ Խոսքը ճիշտ է, բայց հոգին տանող շունչը ուրիշ է, եղբայր ջան, էդի քեզի անդունդը կտանի եւ ինչքան շատ եղբայրներ սխալվել են ու ընկել են հոգևորությունից ու հպարտության հոգին է բռնել իրանց։ Ցավով եմ ասում, սիրելիներ։ Թող բժշկություն լինի Հիսուսի անունով։ Ես տեսնում եմ, որ այդ բժշկությունը կատարվում է։ Եվ դրա համար փառք եմ տալի Տիրոջը։ Ինչի դուք տենց համով ճաշակում եք, էդ եմ տենում, որտեվ Քրիստոսի հոգին է իջե։ Ինչի է ձեր մեջ քաղցրությունն ու սեր լցվել, որտեվ Քրիստոսի հոգին է։ Խոսքի ճոխությունը չի, Քրիստոսի հոգին է։ Ալելույա։ Միտեղ որ սենց հավաքված էինք, մի Տիրոջ հոգին իջել է, քաղցրություն ասենց, հարազատություն է, սեր է։ Եվ մի քույրիկ եղբորն ասում է, մի բան ասա լսենք, ասում է ինչ ասեմ, մենա սաղ կատարվում է, էլ ինչ ասեմ։ Ասելու բան չկա, մենք վայելում ենք։ Ալելույա Տիրոջ։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Սիրելիներ, պետք է ճանաչել Քրիստոսի հոգին։ Եվ Աստծո խոսքն ասում է, նա որ Քրիստոսի հոգին չունի, անիկա անորը չէ։ Ուրեմն Տերը չի ղրկել։ Նա սուտ է ասում, որ Հիսուսի անունով է եկել։ Նա Հիսուսի անունն է տալի, որ Իրանը մատուցի քեզ, բայց Քրիստոսի հոգին մենք ճանաչում ենք։ Նա հարազատության հոգի է։ Նա միաբանության, մեկության, խոնարհության, հնազանդության, սիրո, քաղցրության, Սուրբ Հոգու պտուղները գիտեք դուք։ Դե որ գիտեք, ուրեմն զանազան եք սիրելիներ։ Փառք Տիրոջ։ Մենք հիմա որ պետք է աղոթք անենք, ես տեսնում եմ, որ Սուրբ Հոգին ծածկել է մեզ։ Չեմ ուզում չարաշահեմ ժամանակը։ Չնայած ես այդպես եմ տեսնում, որ բաժանվելու ցանկություն անգամ միտք չկա, այսինքն վերջացնելու պաշտամունքը, բայց դի աղոթք անենք սիրելիներ։ Ես գիտեմ նաև ինչի, որտեվ Քրիստոսի հոգին է իջե։ Ինչի էր առաքյալների ժամանակ բոլորը մեկ սիրտ, մեկ հոգի։ Մեկը չէր ասում, էսի իմն է, այն էլ քոնն է։ Էս իմ ավտոն է, էս իմ շորն է, էս իմ տունն է, մեկը չէր ասում։ Ինչի։ Սա է Քրիստոսի հոգին։ Թե առաքյալները վախացրել էին բոլորին։ Սա է Քրիստոսի հոգին։ Պետրոսը վերջ մի խեղճ մարդ էր, չէ՞ ձկնորսով էր նրան ճանաչում։ Բայց աշխարհի հարստությունները բերում լցում էին Պետրոսի ոտքերի մոտ։ Ում էր վախացրել, որ փողերը բերում էին։ Պետրոսը հանգիստ նստած էր,
Մարդիկ իրանց հարստությունները բերում դնում են Պետրոսի ոտերի տակ։ Պետրոսը մենակ նստած էր։ Խո մարդիկ չէր ուղարկում, եսի ինչ վախերով, ինչ զենքերով, ասում էր փողերը բերեք, չբերի կսպանեմ սաղիդ։ Պետրոսը այս սա է Քրիստոսի հոգին, որ փող չէր քարոզում, փողերը բերում էին։ Եվ սա է Քրիստոսի հոգին, որ այդքան հարստության մեջ, այդ աղքատ Պետրոսը, որ փող տեսած չէր, հազիվ ձուկ ծախելով իր տուններ պահում, փողը չբռնեց նրան, նա գերի չդառավ այդ գումարին, եւ բոլորը ծառայեց Աստծո փառքի համար։ Այս սա է Քրիստոսի հոգին։ Այսօր մի հատ փող չտեսած մարդ, որ հանգարց փողատենում կորցնում է, Հիսուսին էլ ամոռանում։ Բայց Պետրոսը չմոռացավ, սա է Քրիստոսի հոգին։ Դուք միտք առնում եք Փարթվեք Տիրոջը։ Սա է Քրիստոսի հոգին, որ ես քարոզիչ եմ, բայց քարոզչությունը չի իմ կերակուրը, հապա Քրիստոսն է իմ կերակուրը, որ միկրոֆոնը ձեռից առնել, իմ ուրախությունը չի պակասի, սա է Քրիստոսի հոգին։ Թելի մի չեք առնում, սիրելներ։ Ուրեմն մենք միտք պետք է առնենք, բոլորս, ես ուզում եմ, որ բոլորս միտք առնենք։ Սա ասում եմ նրանց, ովքեր որ հələ չեն կարող միտք առնեն։ Իսկ ով որ Քրիստոսի հոգին ունի, անիկա անորն է։ Հիսուսն եկավ, թեկուզ նա շատ աճելու տեղ ունի, բայց իր հոգով ապրում, պետք է վերցնի նրան Հիսուսը, որտեղ նա ճանաչում է, ում վրա է իր կնիքը դրել։ Քրիստոսի հոգին ունենալ Սուրբ Հոգու մկրտության հարցը չի, այո, մկրտությունը, բայց այդ հոգով ապրելու հարցն է։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Ուրեմն ես տեսնում եմ, որ Սուրբ Հոգին ներկա է, որ դուրսը նայում ես, ամպերը որ հավաքվել են, ասում ես, հեսա անձրևը թափելու է, շուտ ինչ որ գործեր ունես, անում ես կամ փախնում ես, որ տուն հասնես։ Ես տեսնում եմ, որ օրհնության ամպերը կախվել է։ Ունես կամած թափվում է այդ անձրևը։ Այսինքն հեղեղ պետք է լինի Տիրոջ օրհնությունների։ Հիմա Երանի նրանց, ովքեր որ կփափագեն այս կյանքին, այս հոգով ապրելու։ Տիրոջ զորությունը դա կկառուցի։ Իհարկե, այստեղ շատերը կարիք ունեն բժշկվելու, շատերը կարիք ունեն ազատագրվելու տարբեր կապանքներից, տարբեր վախերից, տարբեր երկմտություններից, տարբեր հիվանդություններից, տարբեր խնդիրներից Տիրոջ զորությունը ներկա է բժշկելու։ Փառք Տիրոջը։ Մենք պետք է հավատքով առնենք։ Այսօր է փրկության օրը։ Եվ այսօր է այդ փրկությունը ընդունելու ժամանակը։